Ողջունում եմ ձեզ, սիրելիներս, իմ անունը Ռուբեն Զոհրաբյանն է, ես կյանքի խոսք եկեղեցու Լոս Անջելես քաղաքի ավագ հովիվն եմ եւ որոշել ենք բացենք այս ալիքը հատուկ հայախոս քրիստոնյաների համար, որպեսզի պատասխանենք տարբեր հարցերի եւ նույնպես կարծում եմ կունենանք ինչ-որ քարոզներ եւ ուսմունքներ, այսօր այսօրվա թեման է կար այսպիսի հարց Աստված արդյոք ուզում է, որպեսզի մարդիկ լինեն աղքատ, թե լինեն հարուստ եւ հաջողակ։ Գիտեք, կարծում եմ ոմանց համար սա շատ պարզ եւ հասարակ հարց է եւ շատերը գիտեն պատասխանը, բայց մենք գիտենք, որ կան աշխարհում ծայրահեղություններ։ Որն են ծայրահեղությունները հենց նույն քրիստոնեության մեջ։ Ուրեմն մի ծայրահեղությունը նրանում է, որ ինչ որ չափ քրիստոնյաներ մտածում են, որ հարստությունը չար է եւ քրիստոնյաները չպետք է լինեն ոչ մի դեպքում հարուստ, այլ հակառակը պետք է լինեն աղքատ։ Դա մի ծայրահեղությունն է։ Եվ կա ուրիշ ծայրահեղություն, որ կան քրիստոնյաներ, որ մտածում են, որ ամբողջ քրիստոնեության իմաստը դա բարգավաճումն է, այսինքն որպեսզի քրիստոնյաները հարուստ լինեն եւ նույնիսկ նման մտածելակերպով չափում են քրիստոնյայի մտերմությունը Աստծո հետ նրա ֆինանսական հաջողությունով։ Միանգամից ասեմ, որ երկու կարծիքներն էլ նրանք սխալ են, որովհետեւ վստահ եմ, որ Աստված չի ուզում, որպեսզի մարդիկ լինեն աղքատ, որովհետև մենք գիտենք, որ մեր Աստված նախ եւ առաջինը ինքը ամենակարողն է եւ ամենահարուստն է, Աստծո խոսքը ասում է, որ երկրագունդը եւ այն ինչ որ լցնում է երկրագունդը իրենն է, նույնպես մարդիկ գրված է, որ ոսկին եւ արծաթը նրանն են, գրված է, որ նույնպես հողերը բոլորը նրանն են, ամեն բան նրանն է։ Այսինքն Աստված իրականում ինքը ոչ միայն հարուստ է, բայց նա նույնպես առատաձեռ է, շատ առատաձեռ է։ Եվ մյուս կողմը նույնպես սխալ է, որովհետև ես կարծում եմ, որ Աստված չի կարող չափել մարդու քրիստոնյայի հարստությունը հոգևոր ֆինանսական հարստությունով։ Չնայած կարծում եմ, որ իհարկե Աստված, ինչպես եւ յուրաքանչյուր հայր, սիրող հայր, կուզենա, որ իր երեխաները լինեն հաջողակ եւ հարուստ։ Հիմա որտեղ է այդ սահմանը, որ մարդիկ հանկարծ չընկնեն սխալի մեջ, արդյոք պատասխանելով Աստված ուզում է, որ մարդիկ լինեն հաջողակ եւ հարուստ, իհարկե ես կասեմ, որ այո ուզում է, բայց կա մի հատ բայց։ Ինչն է բայցը, որ Աստված երբեք դեմ չի մարդու հարուստ լինելուն, բայց Աստված դեմ է, երբ որ մարդու սիրտը սիրում է գումարը, սիրում է փողը, այսինքն մարդու սիրտը չի տրված ամբողջովին Աստծուն։ Եթե մարդը սիրում է փող, ուրեմն նա ճիշտ տեղում չի։ Աստվածաշունչը շատ պարզ ասում է, որ արծաթասիրությունը շատ չարիքների արմատն է։ Արծաթասիրությունը շատ չարիքների արմատն է, ես իմ ձևով մեկնաբանեցի, բայց իմաստը դրանում է, որ մարդիկ ոչ թե հարուստ լինելուց են սխալի մեջ լինում, այլ արծաթասիրությունից են լինում վատի մեջ եւ սխալի մեջ։ Այսինքն, երբ որ մարդ սիրում է արծաթը եւ վազում է դրա հետևից եւ պատրաստ է ամեն բան անել, մերժում է մարդկանց, մերժում է Աստծո ճանապարհները, մերժում է հարաբերությունները, այսինքն կարող է անցնել մարդկանց վրայով կամ հարաբերություններով, որպեսզի ձեռք բերի այդ գումարները, դա շատ վատ եւ վտանգավոր տեղ է։ Աստված ուզում է իհարկե, որ մարդիկ բարգավաճեն եւ հաջողակ լինեն, ինչու, որովհետեւ եթե մարդը ունի ճիշտ սիրտ եւ մարդը ունի ճիշտ մտածելակերպ, եթե մարդը հավատարիմ է Աստծուն եւ նա գնում է Աստծու հետևից, դա նշանակում է հարստությունը նա ստանալուց կամ օրհնությունները նա ստանալուց նա անպայման կբաժանի կամ կբաշխի ուրիշ մարդկանց մեջ էլ, ինչպես եւ Աբրահամին մենք հիշում ենք, որ Աստված ասեց, որ ես քեզ
տալիս եմ օրհնություններ, որպեսզի դու ինքդ դառնաս օրհնություն ուրիշ ազգերի համար։ Այսինքն ճիշտ մարդկանց իր ընտրյալներին, որոնք ունեն ճիշտ մտածելակերպ եւ ճիշտ սիրտ, միանշանակ Աստված ուզում է, որպեսզի նրանք բարգավաճեն, որովհետեւ իրենց բարգավաճումով նրանք կօգնեն ուրիշներին, նրանք կօգնեն Աստծո գործին, նրանք կօգնեն, որպեսզի Աստծո խոսքը տարածվի եւ այլը եւ այլը։ Այնպես որ ես միանշանակ կողմնակի եմ, որպեսզի Աստծո մարդիկ բարգավաճեն, որպեսզի Աստծո մարդիկ ունենան ֆինանսներ, բայց միայն այն ժամանակ, երբ որ նրանց սիրտը հեզ է եւ խոնար, նրանց մտածելակերպը ճիշտ է, եւ ես կարծում եմ հենց այդ պրինցիպով էլ Աստված աշխատում է, այսինքն մեկ մարդիկ ասում են իսկ ինչի մարդիկ չեն ստանում Աստծուն հավատալով, այ հենց այդ պատճառով, որտեվ դեռ սրտում եւ մտքում շատ նորոգվելու տեղ ունեն։ Ու ես համոզված եմ, հենց այդ նորոգությունը կգա, ֆինանսներն կգան դրա հետ միասին։ Իհարկե, մի քանի հարցեր կան, որ նույնպես կուզենայի պատասխանեի։ Մեկը ուրեմն ինչպես հասկանալ, որ հարստությունը օրհնություն է եւ ոչ թե կուրք։ Ինչպես ասացի, սիրելիներս, երբ որ դու հասկանում ես, որ դու հարստությունը սկսում ես պաշտել, այսինքն դու քո հույսը դնում ես ոչ թե Աստծո վրա, այլ քո հարստության, երբ որ դու պատրաստ ես մերժել մարդկանց, մերժել հարաբերությունները, որպեսզի դու կարողանաս ձեռք բերես ավելի շատ հարստություն, ուրեմն դա դարձել է քեզ համար կուրք։ Ուրեմն դու պետք է շատ զգուշ լինես եւ պետք է կարծում եմ ապաշխարես, շտկես քո սիրտը ամենասկզբից Աստծո հետ եւ որ կարողանաս հետևես Աստծուն։ Մյուս հարցը, սիրելիներս, հնչում է այսպես. ինչու Հիսուս ասաց, որ դժվար է հարուստին մտնել Աստծո թագավորությունը։ Շատ լավ հարց է իհարկե եւ կարծում եմ կարեւոր է որ պատասխանել եւ իմ կարծիքը սրանում է որ պատճառը նույնն է որ հարուստ մարդը ոչ թե իր գումարները կամ իր ֆինանսները ունենալու պատճառով չի կարող մտնել, որովհետև ինքը դրանով մեղավոր է Աստծո առջև, այլ որովհետև մարդը, ով ունի շատ ֆինանսներ, նա սկսում է ապրել ավելի շատ վստահելով իր ֆինանսներին։ Նա ավելի շատ հավատում է, որ ինքը իր հարցերը կարող է լուծել ֆինանսներով, ոչ թե ուրիշ ձևերով։ Դրա համար կարծում եմ, որ հարուստները իհարկե նրանք կարող են մտնել եւ նրանք մտնում են եւ մտնելու են երկնքի արքայությունը, բայց ինչու է Հիսուս ասում սրա մասին նորից, որովհետեւ հարուստը շատ ժամանակ մեծամասնությամբ մենք չենք խոսում բոլոր հարուստների մասին, նրանք վստահում են իրենց ունեցած հարստությանը, ոչ թե Աստծուն։ Իսկ եթե դու չես վստահում Աստծուն, ուրեմն քո Աստվածն էլ դառնում է ոչ թե Աստված, այլ փողը։ Դրանով մարդը չի կարող մտնել երկնքի արքայություն։ Մյուս հարցը, սիրելիներս, ինչպես տարբերել Աստծո օրհնությունը պարզապես բախտից կամ հաջողությունից։ Գիտեք, նախ եւ առաջին Աստծո օրհնությունը ոչ մի բարդություն, դժվարություն չի բերում, բեռ չի բերում։ Երբ որ Աստված ինչ-որ մի բան անում է, երբ որ Աստված քեզ տալիս է ինչ-որ մի բան, չգիտեմ, տուն է տալի, բիզնես է տալի, գործ է տալի, կարծես ամեն բան ինքնստինքյան կատարվում են։ Կարծես ինչ-որ մեկը դնում է ափսեի վրա եւ ինչպես պատրաստի մի կերակուր բերում է քո առջև եւ քեզ պետք չի ոչ մի բան պատրաստել, որովհետեւ դա գալիս է Աստծուց։ Եվ ուտելը եւ մարսելն էլ այդ օրհնությունը նույնպես հեշտ է։ Դրա համար եթե դու տեսնում ես, որ այն հարստությունը կամ օրհնությունները, որ Աստված տալիս է, քեզ բեռ է բերում կամ բերում է բեռ նույնիսկ մարդկանց, այսինքն ոնց կարող է բերի բեռ մարդկանց։ Եթե դու տեսնում ես, որ դու ստացել ես օրհնություններ եւ մենք շատ ժամանակ ցավոք սրտի, բայց քրիստոնյաները երբ որ խոսում են օրհնությունների մասին, խոսում են ֆինանսական օրհնությունների մասին։ Եթե քո ֆինանսական օրհնությունները բերում է նրան, որ դու սկսում ես
ավելի քիչ տունը լինել, որովհետև հիմա ավելի շատ ունես հնարավորություն ճանապարհորդելու, գնում ես սխալ տեղեր, ծախսում ես սխալ բաների վրա, չես ժամանակ անցկացնում քո կնոջդ հետ, կամ դառնում ես ավելի չար կամ գոռոզ ի հանդեպ քո կնոջ կամ երեխաներին կամ ուրիշ մարդկանց, ուրեմն դա արդեն օրհնություն չի։ Դրա համար ես կարծում եմ, որ քրիստոնյան ամեն օր ինքը պետք է ինքը իր սիրտը ստուգի, արդյոք ես ճիշտ ճանապարհի վրա եմ, արդյոք իմ վերաբերմունքը մարդկանց ճիշտ է եւ մաքուր է։ Միշտ պետք է քննես քո դրդապատճառները, քո սիրտը, քո գործողությունները եւ այդ ժամանակ կիմանաս այն ինչ որ դու ունես օրհնություն է թե ոչ։ Բայց ես քեզ կարող եմ ասել, որ մարդ կարող է Աստծո օրհնությունների ժամանակ էլ սխալ բաներ անի։ Այսինքն օրհնությունը միշտ գալիս է Աստծուց, բայց թե մարդ ինչպես է դրան վերաբերվում, դա արդեն մարդու պատասխանն է օրհնություններին։ Մյուս հարցը, սիրելիներս, կարելի է ցանկանալ հարստություն, բայց չսիրել փողը։ Ես կարծում եմ արդեն ինչ-որ չափով պատասխանեցի այդ հարցին, իհարկե կարելի է, եթե նորից մարդու սիրտը ճիշտ է, եթե մարդը ուզում է, որպեսզի իր գումարներով, իր ընտանիքը ապրի ավելի լավ, այսինքն ունենան ավելի լավ տուն, ավելի լավ ճանապարհորդություններ ունենան, իրանց երեխաները ավելի լավ դպրոցներում սովորեն, եւ այլը, դա նորմալ ցանկություններ է, իհարկե չպետք է կախվել դրանից, բայց նորմալ է ավելի լավը ուզենալ, այո, եւ երբ որ մենք դա ուզում ենք, բայց միաժամանակ չենք սիրում փողը, կարծում եմ, որ դա ճիշտ է, այսինքն փողը սիրել պետք չի, փողը ճիշտ չի սիրել, Աստվածաշունչը ասում է, որ չպետք է սիրենք փողը։ Փողը, սիրելիներս, եթե դու սիրում ես կամ դու գնում ես փողի հետևից, Հիսուսը զգուշացնում էր դրա մասին, նա ասում էր, չես կարող ծառայել երկու տերերին, չես կարող ծառայել Աստծուն եւ մամոնային, այսինքն փողին։ Բայց երբ որ դու ծառայում ես Աստծուն, դու հավատարիմ ես Աստծուն եւ դու ցանկանում ես ունենալ ավելի շատ հնարավորություն, որպեսզի այդ փողերը, այդ մամոնան ուղակի լինեն քո ծառան, դա շատ լավ է։ Այսինքն ուրիշ խոսքերով փողը կարող է լինել լավ ծառա, բայց շատ վատ տեր։ Այնպես որ այո, հնարավոր է, որպեսզի մենք ցանկանանք հարստություն, բայց միաժամանակ չսիրենք փողը։ Մյուս հարցը, սիրելիներս, այսպես է հնչում, ցանկանում եմ ավելի շատ վաստակել, բայց վախենում եմ կորցնել իմ հոգևորությունը, ինչ անել։ Սիրելիս, ինչպես ասեցի նախորդ հարցերում, ամենակարևոր բանը Աստծո համար եւ կարծում եմ քո հոգևորության համար նա է, որ քո սիրտը լինի ճիշտ տեղում։ Այսինքն ինչ է դա նշանակում։ Դու գուցե ինչ-որ մի բիզնես հարաբերության մեջ ես, գուցե նույնիսկ քրիստոնյայի հետ կամ ոչ քրիստոնյայի հետ։ Եվ դուք գումարներ եք ինչ-որ աշխատում եւ գալիս է ինչ-որ մի պահ, որ հարաբերությունները գուցե խզվում են։ Եվ հիմա դու կարող ես պնդել, կանգնել, կռվել քո գումարների համար կամ քո դիրքի համար եւ կորցնես քո հոգեվորությունը դրանով, բայց դու կարող ես, ինչպես Հիսուսը ասում է, երբ որ քո մի շորդ ուզում են վերցնել, մյուսն էլ տու։ Այսինքն ինչ է դա նշանակում, որ դու ոչ թե վստահում ես քո աշխատածին, ոչ թե վստահում ես այդ գումարներին կամ քո դիրքին, այլ դու վստահում ես քո Աստծուն։ Արդյոք այդ պահին, երբ որ դու տաս մյուս շորտել ցավոտ կլինի թե ոչ, իհարկե կլինի։ Բայց կարծում եմ դրանով, երբ որ դու ճիշտ որոշում ընդունես եւ 10 առանց պատերազմելու դու կլինես Աստծո որդի, որովհետեւ դրանով դու ցույց կտաս, որ դու վստահում ես առաջինը Աստծուն, ոչ թե քո փողերին, քո դիրքին եւ այլը։ Դրա համար եթե դու ստուգես միշտ քո սիրտդ, արդյոք նա ճիշտ տեղում է, չի վազում փողի հետևից, չի չարանում, չի սիրում փողը եւ պահես ճիշտ տեղում, հոգեվորությունը դու երբեք չես կորցնի։ Եվ կարծում եմ վերջի հարցն է, սիրելիներս, ինչպես սովորել լինել
առատաձեռն, երբ ինքս ապրում եմ սահմանափակ միջոցներով։ Գիտես, դա սուտերից մեկն է, որ մարդիկ հավատում են, որ ասում են, դե երբ որ կհարստանամ, այդ ժամանակ կտամ։ Բայց ես կարծում եմ այդպես չի։ Ճշմարտությունը ինչումն է, եւ մենք տեսնում ենք Աստվածաշնչում բազում օրինակներ եւ կասեմ մեկը դրանցից, երբ որ Հիսուսը կանգնած սպասում է, ինչպես են կամ նայում է, ինչպես են մարդիկ բերում իրենց զոհաբերությունները դնում գանձանակի մեջ։ Եվ գալիս է մի կին եւ դնում է իր փոքր ունեցվածքը գանձանակի մեջ եւ Հիսուսը պատտվում է եղած մարդկանց եւ սովորեցնում է եւ ասում է այս կինը ամենաշատը դրեց, որովհետեւ նա դրեց ոչ թե իր առատությունից, այլ դրեց ամբողջ իր ունեցվածքը։ Այսինքն ինչ է սա նշանակում, սիրելիներս, առատաձեռության սկիզբը ոչ թե քո հարստության մեջ է, այլ քո սրտի դիրքի, երբ որ դու վստահում ես Աստծուն, որ նույնիսկ վերջինդ որ տաս, կիսվես Աստծո գործին կամ ուրիշ մարդկանց, որ կարիքի մեջ են, վստահում ես, որ Աստված քեզ կտա էլ ավելինը։ Երբ որ Աստված հետո քեզ տալիս է ավելինը, նույնպես դու տալիս ես Աստծո գործին, նույնպես տալիս ես մարդկանց եւ հետո Աստված քեզ տալիս է ավելինը։ Ինչու գիտենք, նախ եւ առաջինը գիտենք մեր փորձառությունից եւ իհարկե գիտենք Աստծո խոսքից, որովհետեւ Աստծո խոսքը շատ པարզ ասում է. եթե փոքրում լինես հավատարիմ, մեծը քեզ կվստահվի։ Սիրելիներս, այսքանով ուզում եմ այսօր ավարտել, խնդրում եմ սեղմեք կոճակը, չգիտեմ ոնց է հայերեն, subscribe button-ը եւ եղեք մասնակիցը այս ալիքի, որովհետեւ կարծում եմ, որ նոր վիդեոներ մենք կնկարենք, կարող եք ներքևում գրեք ձեր կարծիքները, ինչ եք մտածում այս կամ մյուս հարցի վերաբերյալ, բայց նույնպես սիրելիներս կարող եք գրել ձեր հարցերը, թե ինչ հարցերին կուզենայիք, որ ես պատասխանեի։ Աստված օրհնի, կհանդիպենք շուտով։